Озеро Сиван. Гегард, Нураванг. Гарни, да. Գյումրի, Դիլիժանը, Սևան, Սիվանի։ Озеро Сиван. Սովորաբար Հայաստանի նույն եւ հայտնի վայրերն են նախընտրում զբոսաշրջիկները, որpիսի այլ բնակավայրերն էլ նրանց համար հետաքրքիր լինեն, բոլոր մարզերի համար որոշման նախագիծ է մշակվել, ըստ որի յուրաքանչյուր մարզում 5-ից 6 գյուղ համարվելու է զբոսաշրջային։ Ենթակառուցվածքների, ծառայությունների բարելավում, ներդրումների ներգրավում, աշխատատեղերի ստեղծում, մշակութային ու պատմական արժեքների ավանդույթների պահպանում, Երևանից դեպի մարզեր զբոսաշրջային հոսքերի ապակենտրոնացում։ Ունենանք զբոսաշրջային գյուղեր, որոնք ամբողջությամբ համապատասխանելու են ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության կողմից հայտարարվող զբոսաշրջային գյուղերի չափանիշներին եւ ներկայացված կլինեն այդ գյուղերը նաեւ միջազգային հարթակներում։ Գաղափարը կարևոր եւ անհրաժեշտ է համարում տուրիստական ընկերության տնօրենը։ Նշում է, հատկապես եվրոպացի զբոսաշրջիկները նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել գյուղական համայնքներում։ Սակայն ըստ նրա գյուղերի ցանկը թերի է։ Կան բնակավայրեր, որոնք մեծ պոտենցիալ ունեն, բայց ցանկից բացակայում են։ Օրինակ, Լորվա տարածաշրջանի գյուղեր ուսումնասիրելիս ես պարզեցի, որ այնտեղ ներառված չէ Ստեփանավանի տարածաշրջանի որևէ գյուղ, որոնք մեծ պոտենցիալ ունեն եւ հենց Ստեփանավանը բավականին տուրիստական գրավչություն ունի եւ ավանդապես եղել է մեր հանգստավայրից մեկը։ Այնտեղ ունենք օրինակ Գյուլաքարակ գյուղը, որը ներառված չէ, իսկ մայիս ամսին փոշոտման ժամանակահատվածում Հայաստանի տուրիստական համար 1 քաղաքը կամ համար 1 կենտրոնը դառնում է Գյուլաքարակը։ Մասնագետը նշում է, Ստեփանավանի տարածաշրջանի մյուս գյուղերում կան շատ հյուրանոցներ, հյուրատներ, որոնք եւս դուրս են մնացել ցանկից։ Կարծում է, որ պետք է վերանայել։ Այն ցանկը, որը տեսա, դրանք գնահատում ենք նորմալ, որովհետեւ այո, տվյալ բնակավայրերը, տվյալ գյուղերը ունեն բավականին մեծ պոտենցիալ եւ կան գյուղեր, որոնք արդեն այժմ էլ տուրիստական, որպես այդպիսին զբոսավայրեր են եւ տուրիստական կենտրոններ են ու իրենց ուրույն տեղ ունեն Հայաստանյան զբոսաշրջային քարտեզում, բայց պետք է խոսենք նաեւ նրանց մասին, որոնք դեռ ներառված չեն։ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, սահմանված չափանիշներ են եղել, որոնցով ընտրվել են գյուղերը։ Ընտրվել են այն գյուղերը, որոնք կարող են զբոսաշրջիկին առաջարկ ներկայացնել։ Հետագայում, եթե մյուս բնակավայրերը, որոնք որ կցանկանան իրենք էլ համարվել զբոսաշրջային գյուղ, որոնք կունենան թեկուզ մշակութային կամ բնական ռեսուրսներ, որոնք կարող են զբոսաշրջիկին հետաքրքրել ու կցանկանան զարգացնել իրենց մոտ զբոսաշրջությունը, բնականաբար այդ բնակավայրերը եւս կարող են հավակնել եւ դառնալ զբոսաշրջային գյուղեր։ Այստեղ կարևորը ներուժն է, որ ունի գյուղը որպես զբոսաշրջային գյուղ հայտարարվելու համար ու այդ պատճառով հենց այդ գյուղերը արդեն իսկ ընտրվել են։ Քանի որ նախագիծը դեռևս քննարկման փուլում է, գուցե գյուղերի ցանկում փոփոխություններ լինեն։ Յուրաքանչյուր գյուղի զարգացման համար պետք է մշակվի հստակ գործողությունների պլան, նշում է մասնագետը։ Պետք է գույքագրվի հնարավորությունները, պետք է իրականացվի սվոտ վերլուծություն, պետք է գտնեն այն թույլ կողմերը, որոնք խանգարում են զարգացմանը, եւ այն հնարավորությունները, որոնք կարող են զարգացման նոր ուղի բացել։ Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, կառավարման պլան է մշակվելու, որտեղ հստակ նշվելու են, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն եւ ովքեր են լինելու կատարողները։ Գյուղերի կառավարումը իրականացնելու են զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունները, որոնք լինելու են մասնավոր եւ պարտադիր որակավորում են ունենալու։ Առանձին կառավարման պլան յուրաքանչյուր համայնքի հետ համագործակցության արդյունքում, որովհետեւ իրենք ամենալավն են պատկերացնում իրենց մոտ ոնց կարող է զարգացումը լինի, ինչի վրա պետքա հիմնվեն, որն է իրենց ներուժը, այս ամեն ինչը հաշվի առնելով պետք է միասին կարծում եմ աշխատանքայքում կստեղծվի, որը կմշակի կառավարման պլանը, կամ կառավարման պլանը կներկայացվի հենց կենտրոն կառավարող, որակավորված կենտրոն կառավարող կազմակերպության կողմից ու այդ աշխատանքային խումբը կսկսի քննարկել այս ներկայացրած առաջարկները։ Որոնք են այսօր գյուղերում առկա խնդիրները, Վլադիմիր Գևորգյանը նշում է, թերի ենթակառուցվածքները կամ դրանց բացակայությունը, ճանապարհների վատ վիճակը, պատմամշակութային վայրերի անխնամ լինելը։ Ինչպես նաև գյուղական վայրերում, բնակավայրերում երեկոյան կյանքի բացակայությունը, որը շատ կարևոր է եւ զբոսաշրջիկը երեկոյան ժամին ցանկանում է գոնե մեկ սրճարանում, մեկ գավաթ ուժ վայելել կամ ենթադրենք որոշակի ուտեստ հայկական, որոնք բացակայում են։ Եվ սրանք խնդիրներ են, որոնք
եթե այս ցանկը վերջնականացվի եւ կոնկրետ գործողությունների պլան մշակվի, կարծում եմ պետք է սրան մեծ ուշադրություն դարձնել։ Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը խնդիրների մասին խոսելիս առանձնացնում է ծառայությունների որակը, գիշերակացի վայրերի բացակայությունը, ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտությունը, հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիության ապահովումը։ Միայն ուղղակի հայտարարել զբոսաշրջային գյուղ ու ոչինչ չանել, սա չի նպատակը, նպատակն է խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Թե որքան գումար է նախատեսվում ծրագիրն իրականացնելու համար դեռ պարզ չէ։ Չկան նաև հստակ ժամկետներ, թե երբ կավարտվի ամբողջ աշխատանքը։ Հստակություն կլինի, երբ կառավարման պլանը պատրաստ լինի։ Այս փուլում բոլոր առաջարկությունները ամփոփելուց հետո նախագիծը կներկայացվի փորձագիտական եզրակացության։ Կարծում եմ նոյեմբերի մինչև վերջ մենք կհասցնենք նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմին։ Տարոնիկ բնակավայրն է զբոսաշրջային գյուղերի ցանկում հայտնվածներից մեկը։ Թե ինչ կառաջարկեն գյուղի բնակիչները զբոսաշրջիկներին, տիկին Ժաննան է պատմում։ Լավ կհյուրասիրի, փորձ ունի։ Մի անգամ Ամերիկայից էին զբոսաշրջիկներ եկել։ Ձեզ կտանեմ մեր տուն։ Ասեց սիրով կգանք։ Ասի դե գնանք, ասի ինչ կուզեք օրինակ գյուղում, ինչով հյուրասիրեմ ձեզի։ Մեր մտանք հողամաս, ասեց դուք ունեք պամիդոր, ասի իհարկե ունենք։ Պամիդորով, ասեց ձվածեղ կարող եք պատրաստել մեր համար, ասի մեծ սիրով կպատրաստեմ։ Մածուն բերեցի, չոր լավաշ, առանցի թրջելու դրեցի սեղանին, աշխարհքով են եղել։ Գյուղի պատանիները նշում են, ցույց կտան հերոսներին նվիրված հուշարձանները, այգին, եկեղեցին, բայց առաջինը ցույց կտանք մեր մեծամորի թանգարանը, կբացատրենք ինչ ա եղել, այդ ինչից է առաջացել, ինչի հիման վրա են կառուցել։ Գյուղը նշանավոր է այս թանգարանով, որովհետև այս թանգարանը ավելի քան 7000 տարվա պատմություն ունի։ Մեր նախնիները այս տարածքում ապրել են, արարել են, ստեղծագործել են, իրենց թողած մշակույթի հակետներ պեղումների ժամանակ հայտնաբերել են եւ ցուցադրում է այս կողտրիկ թանգարանը։ Արդյոք զբոսաշրջիկը կարող է գյուղում գիշերել, բնակիչներն ասում են։ Վարձակալությամբ տներ կան, բայց այդքան էլ լավ վիճակում չեն։ Խոսելով առկա խնդիրների մասին նշում են. ճանապարհը անհարթ եւ անհարմար է։ Տարոնիկից հետո մեր հաջորդ կանգառը Արատաշենն էր։ Մեր գյուղում կա 19-րդ դարի եկեղեցի, կա նոր 2015 թվին ոցված եկեղեցի ու ունենք մատոր։ Առաջինը կգանք մեր եկեղեցին, գյուղի մեջի, հետո ունենք հայտամշակման արհեստանոց, քարի մշակման արհեստանոց, ունենք խաղողի գեղեցիկ այգիներ, կինո գործարաններ, որտեղ կարող են այցելել, լավ ժամանակ անցկացնել, գեղեցիկ բնության հետ ծանոթանալ մեր գյուղի։ Կարող են գալ խաղողի այգիներ, ընթացիկ աշխատանքների հետ ծանոթանալ, անկախ նրանից որ սեզոնին են գալի, ամեն սեզոնին կա ինչ-որ աշխատանք։ Կարող են նաև, եթե խաղաղատնկի սեզոնին են գալի, խաղող տնկել, իրենց անվանական տնկիներ ունենան Արատաշենում, ինչպես նաև կարող են մասնակցել աշխատանքներին գինու արտադրության։ Բնակիչները պատմում են, նաև տարբեր տոներ են գյուղում նշում, միջոցառումներ կազմակերպում։ Օրինակ սովորույթ է դարձել, որ յուրաքանչյուր տարի Ոսկե ծիրան կինոփառատոնից հետո մասնակիցները գյուղի գինու գործարանում երեկույթ են կազմակերպում։ Ենթակառուցվածքների մասին խոսելիս ասում են, բարելավման ծրագրեր իրականացվել են։ Մյուս գյուղերի համեմատ Արատաշենում բավական լավ վիճակ է, սակայն ասֆալտի խնդիր կա։ Աշխատանքների մի մասը հաջորդ տարի է իրականացվելու։ Այսպիսով զբոսաշրջային գյուղերի ցանկը կփոփոխվի թե ոչ, պարզ կլինի մոտ ապագայում, իսկ սահմանված չափանիշներին համապատասխան զբոսաշրջային գյուղեր ունենալու համար տարիներ են անհրաժեշտ։ Լիանա Խաչատուրյան, Հայկուշ Ասլանյան, Արտակ Գևորգյան, Հայկ Պետրոսյան և Լիլիթ Հովանիսյան, Կիրակ Նորյալ լուրեր։